Ողջույն, այսօր մեկնարկում ենք մի նախաձեռնություն, որի նպատակն է իրազեկել լսող հասարակությանը Հայաստանի Հանրապետությունում լսողության խանգարումներ ունեցող անձանց մշակույթի, խնդիրների և կարիքների մասին։ Նախ, եկեք հասկանանք, թե ովքեր են լսողության խնդիր ունեցող անձինք և փորձենք նրանց ճանաչել ու հասկանալ։ Հայաստանի Հանրապետությունում ըստ վիճակագրական տվյալների ապրում է մոտ 12,000-ից 16,000 լսողության խանգարում ունեցող անձ, նրանցից շուրջ 3,000-ից 3,500-ը հանդիսանում են ոլորտի անդամներ և խուլերի մշակույթի կրողներ։ Խլության պատճառները կարող են լինել 3 տեսակի՝ ձեռքբերովի, ժառանգական, ԻԾՆ, որոնք իրենց հերթին կարող են ունենալ տարբեր աստիճաններ և դրսևորումներ։ Տարբեր տարիների վիճակագրության համաձայն, խլություն ունեցող անձանց առավելագույնը 10%-ն է ստանում բարձրագույն կրթություն։ Միևնույն ժամանակ, շուրջ 70%-ը չի կարողանում առանց ուղեկցողի օգտվել բանկային, բժշկական կամ այլ կարևոր հաստատություններից։ Խուլ և թույլ լսող անձանց մեծամասնության համար հիմնական շփման միջոցը ժեստերի լեզուն է, սակայն Հայաստանում այն լայնորեն տարածված չէ, ինչի հետևանքով հանրության մեծ մասը ծանոթ չէ խուլերի մշակույթին, արժեքներին և առօրյային։ Շատ հաճախ նրանք մնում են չլսված, չհասկացված և դուրս է մնում հանրային ակտիվ կյանքից։ Հայաստանում ժեստերի լեզվով թարգմանված հեռուստանախագծերն ու ֆիլմերը քիչ են, մշակութային ժառանգությունը գրեթե անհասանելի։ Բայց պետք է ընդգծել, խուլ անձն իր խլությունը չի դիտարկում որպես հաշմանդամություն, նա այն ընդունում է որպես առանձնահատկություն։ Խուլ մարդիկ ունեն իրենց ձևավորված համայնքը, սեփական մշակույթը և մայրենի լեզուն, ժեստերի լեզուն, որն օտար լեզվին համարժեք կառուցվածք ունեցող լիարժեք հաղորդակցման միջոց է։ Շատերը հպարտությամբ են կրում այս մշակութային ինքնությունն ու պայքարում արժանապատվորեն այն ներկայացնելու համար։ Այսօրվա համար այսքանը, իսկ թե ինչպիսին է խուլերի մշակույթը, ինչ խնդիրների են բախվում լսողության խնդիր ունեցող հայերը իրենց հայրենիքում, այս ամենի մասին կպատմենք նախագծի շարունակության ընթացքում։